Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է նախկին արտգործնախարար ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, շնորհակալություն պարոն Արզումանյան։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Դուք արտգործնախարար եք աշխատում 96-98 թվականներին, ինչ առիթներով եք դուք առնչվել ռազմաբազայի մասին 95 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրի հետ։ 97 թվականին օգոստոսին ստորագրվել է հայ-ռուսական այսպես կոչված մեծ պայմանագիրը, որի հետ փաթեթով մոտ 20 թվով 20 պայմանագրեր են ստորագրվել, որոնց զգալի մասը, մեծ մասը բանակցվել եւ նախապատրաստվել է արտգործնախարարության կողմից, այդ թվում նաեւ ռազմաբազայի մասին համաձայնագիրը, որով կարգավորվում են իրավական հարցերը, իրավասությունների հարցերը եւ իրավական փոխօգնության։ Եվ այդ պայմանագրով է, որ ռուսական կողմը պարտավոր էր այդ երիտասարդին հանձնել հայկական կողմին, որպեսզի գնա դատավարություն։ Մինչև այդ հարցը ուզում եմ ճշտեմ, 95 թվականին կնքված է ռազմաբազայի մասին պայմանագիրը, 97 թվականին մեծ պայմանագիրը, որի մեջ մտնում էր այդ նույն պայմանագիրը նույն տեքստը։ Ոչ, դրանք տարբեր պայմանագրեր են, որոնք կարգավորվում են ոլորտը։ 95 թվականի պայմանագրի ուժի մեջ է, որևէ փոփոխություն չկա, դա ռազմակայանի տեղակայման եւ պայմանների մասին է։ Բայց քանի որ ռազմակայանի հետ կապված այլ հարցեր էլ կան, այնտեղ կա նաեւ համաձայնագիր հողօգտագործման, սեփականության եւ այլն։ Բայց կոնկրետ իրավասությունների եւ իրավական համագործակցության հետ կապված առանձին պայմանագիր է ստորագրվել։ Հասկանալի է։ Հիմա խոսակցություններ կան մինչև այդ իրավասությունները եւ այլն, որ ռազմաբազան իրականում մենք ենք պահում, այսինքն մեր հարկատուները, որքանով են այդ խոսակցությունները ճիշտ, այսինքն մենք ենք ամեն ինչի համար վճարում։ Այո, բոլոր կոմունալ ծախսերից եւ այլն ազատված է բազան եւ տարածքի համար նույնպես որևէ գումարներ չեն մոծում եւ ասեմ այդ պայմանագրերը ստորագրված է եղել ընդհանրապես ինչ-որ կարճ ժամկետով, բայց 2005 թվականին դա երկարաձգվեց 45 տարով, 10 թվականին, եւ դա ընդհանրապես աբսուրդ է, այդքան երկարաժամկետ եւ այդ պայմաններով, որոնք միշտ էլ վերանայման կարիք կունենան եւ կարծում եմ պետք է արդեն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մի շարք պայմանագրեր պետք է վերանայել։ Այսինքն տարածքը նրանք օգտագործում են ձրի, կոմունալ ծախսերը օգտագործում են ձրի, զինվորների աշխատավարձը տեխնիկայի սպասարկումը իրենք են իրականացնում։ Այո, դա Ռուսաստանի իրենք են իրականացնում։ Պաշտպանության նախարարությունը 49 տարով երկարաձգելը դուք կարծում եք բացասական քայլ է։ Ցանկացած բան, որը 40, գիտեք, բանն էլ Գազպրոմի հետ պայմանագիրն էլ 43 տարով։ Ես այդ տիեզերական մենք չգիտենք Ռուսաստանը ունի այդքան ապագա 49 տարվա, որ մենք պայմանագիր ենք կնքում։ Այս դինամիկ զարգացող փոփոխող աշխարհում որևէ մեկը վստահ չէ, որ իր վաղվա օրվա մեջ։ Աշխարհը շատ արագ է փոխվում եւ այդպիսի կատեգորիաներով յուրաքանչյուր պաշտոնավարող պետք է մտածի, որ ինքը գնալու է եւ հաջորդ սերունդները ինչ ժառանգություն են ստանալու, այդ առումով իհարկե բացասական եմ համարում։ Հիմա խնդրում եմ արձագանքեք ըստ պայմանագրի, հա, ում իրավասության տակ պետք է գտնվի Պերմյակովը։ Ինչ է գրված պայմանագրում։ Տեսեք, նախ առաջինը ինձ զարմացնում է, որ մի շարք իրավաբաններ մեկնաբանություններ են տալիս, հղումներ կատարելով Հայաստանի եւ Ռուսաստանի ներպետական, ուրեմն սահմանությանն էլ կանրադառնանք։ Նախ սահմանությանը ընդհանրապես ասվում է, եկեք ես բոլոր կետերը կասեմ, հա, որտեղ սահմանության վրա հղում կատարողները ասում են, որ Ռուսաստանը կետ ունի, որով չի հանձնում իր քաղաքացիություն, մենք էլ ունենք եւ աշխարհի, ես չգիտեմ, բոլոր սահմանադրություններում նման նորմ կա, բայց այդ նորմը ընդհանրական նորմ է, որը եւ իր քաղաքացիներին պաշտպանելու հստակ պատգամ է եւ որ չի հանձնելու, բայց նույն Ռուսաստանը ունի տասնյակ երկրների մասին արտահանձման, էքստրադիցիայի մասին պայմանագիր։ Նաեւ Ռուսաստանը վավերացրել է Եվրոպայի խորհրդի էքստրադիցիայի մասին կոնվենցիան։ Այսինքն դրանով իսկ մի շարք պայմաններ կան, հանգամանքներ, երբ Ռուսաստանը հանձնում է
Եվ դա փաստ է նույնը անում ենք մենք եւ դա չի նշանակում, որ դա բացարձակ ինչ-որ հասկանում եք, մեր սահմանությամբ եւ ցանկացած սահմանադրության մեջ գրված է, որ պետությունը երաշխավորում է մարդու կյանքի իրավունքը։ Դրանից չի բխում, որ որևէ մեկը չի մեռնում այդ երկրում։ Դա ընդհանուր նորմ է։ Հիմա սահմանությունը մի կողմ դնենք։ Ուրիշ ակտեր, վկայակոչումը նաև այլ ակտեր։ Այլ ակտերը մեզ չեն հետաքրքրում, որովհետև Հայաստան-Ռուսաստան ռազմաբազայի հետ կապված ընդհանրապես բոլոր հարցերը կարգավորվում են ձեր մատնանշած երկու պայմանագրով՝ 95 թվականի եւ 97 թվականի արձանագրությամբ։ Ընդ որում, երբ մեզ առաջարկը ամեն երկիր ինքն է որոշում, ինչ չափի հնարավորություններ կամ զիջումներ կատարի։ Երբ մեզ առաջարկվում էր, մեզ բերվում էր օրինակ Տաջիկստանի ռազմակայանի մասին պայմանագիրը, որում հստակ կետ կա, որ ցանկացած հանցագործություն Տաջիկստանի տարածքում, եթե կատարում է ռուս զինվորը, նա ենթակա է Ռուսաստանի իրավասությանը եւ դատվում է ռուսական օրենքներով։ Մեր համար դա անընդունելի է եղել։ Դրա համար մեր համաձայնագրում կա 4-րդ կետը, որով հստակ նշվում է, որ որևէ հանցագործություն բազայի ծառայողի, աշխատակցի, ծառայողի ընտանիքի անդամների կողմից, որը կատարվել է բազայի տարածքից դուրս, Հայաստանի իրավապահ մարմինների ուրեմն հետաքննության ներքո պետք է արվի եւ հայկական օրենքները պետք է գործեն, սա բան է։ Սրան որպես հակափաստարկ մեկ բերում են հաջորդ կետը, 5-րդ կետը, որով ասվում է, որ որևէ հանցագործություն բազայի տարածքում ռազմական հանցագործություն բազայի տարածքում եւ հանցագործություն բազայում, որը ուղղված է Ռուսաստանի պետության դեմ, քննվում է Ռուսաստանի կողմից եւ դրա հետ որևէ մեկը չի վիճում եւ մենք սա քննարկել ենք եւ հասկացվել է, որ մենք այդ երկու հոդվածներով տարանջատում ենք տիրույթները, այս մի խումբ հանցագործությունները մեր ժողովրդի, մեր երկրի դեմ ուղղված մենք ենք անանում, իսկ դուք ձեր բազայում ովում կսպանի, ինչ կանի, դա իրոք մեր գործը չի։ Եվ մենք բացատրել ենք, որ սրանք փոխկապակցված չեն, հակառակ դեպքում ցանկացած սամավոլկա դուրս եկող զինվոր, որը գողություն անի եւ բռնեն, կասեն ինքը նախ խախտել է մեր օրենքը, հետո դուրս է։ Դրա համար էլ կա այնտեղ 6-րդ կետը, որով ասվում է, եթե մի խումբ մարդկանց կողմից հանցագործություն է կատարվում բազայում, բայց դրանցից մեկի հանցագործությունը մտնում է Հայաստանի իրավասության ներքո, ապա բոլորը դատվում են Հայաստանի տարածքում Հայաստանի օրենքներով հայկական դատական մարմինների կողմից։ Ուրեմն այսքանով ամբողջը սահմանափակվում է, նա պետք է դատվի Հայաստանի օրենքներով, հայկական ուրեմն պատկան մարմինները պետք է անցկացնեն ողջ հետաքննությունը Ռուսաստանի մեծագույն ներգրավվածությամբ անշուշտ եւ առանձին վարույթ պետք է առանձնացվի այն հանցագործությունները, որ ինքը բազայում կատարել է, զենք է գողացել եւ այլն։ Այստեղ կան նաեւ մարդիկ, որոնք ասում են, որ քանի որ ռուսներն են բռնել, ով բռնել են այլ դատում։ Հա, ես դրա հետ այդ տրամաբանության կարող էի համաձայնվել, եթե ռազմակայանի աշխատակիցները բռնած լինեին։ Մենք պետք է գիտակցենք, որ սահմանապահ զորքերի մասին կարգավորումները դա լրիվ առանձին ոլորտ է այլ պայմանագրային բազայով։ Ուրեմն սահմանապահ զորքերը Ռուսաստանի FSB-ի մասն են կազմում, իսկ բազան բանակի դա երկու տարբեր հիմնարկներ են, որոնք որևէ ձևով չեն կոորդինացնում իրենց աշխատանքը Հայաստանում։ Ավելին, սա մեր սահմանն է, ուր մենք հրավիրել ենք սահմանապահների եւ նրանք ենթարկվում են, պարտավոր են մեզ հետ համաձայնացնել եւ նույնիսկ պայմանագրում հստակ նշված է, որ որևէ սահմանային ռեժիմի հետ կապված քաղաքական խնդիր նրանք իրականացնում են Հայաստանի արտգործ նախարարության հետ համաձայնացնելով, այսինքն կոպիտ ասած արտգործ նախարարը սահմանապահ զորքերի հրամանատարն է, կարելի է այդպես էլ ասել։ Եվ այստեղ սահմանի ռեժիմը, ուրեմն պայմանագրով ամեն ինչ հստակ նախատեսված է, այնտեղ էլ կան հանցագործությունների մասով բոլոր տարբերակները քննարկված են, հստակեցված են, բայց այստեղ ինչ է ի հայտ գալիս։ Ասվում է, որ նա սահմանը հատելու փորձ կատարելու ձերբակալվել է, եւ նման բաներ լինում են մշտապես։ Իմ օրոք հիշում եմ հազարավոր նման դեպքեր։ Այսինքն ինչ են անում դեռ սահմանապահները ֆիքսում են այդ դեպքը, արձանագրություն են կազմում եւ զանգում են ԱԱԾ, հանձնում են ԱԱԾ-ին։ Նրանց գործը չի
ինչ հոդվածով կդատվի այդ մարդը որ երկրի քաղաքացի հասկանում եք դա այդ տրամաբանությամբ նշանակում է որ եթե Իրանի Հանրապետության քաղաքացին փորձում է հատել Թուրքիայի սահմանը ռուս սահմանապահը բռնում է տեսնում է Իրանի պասպորտ ունի ուղարկում է Իրանի դեսպանատուն սա լրիվ աբսուրդ է այսինքն սա է հիմնականը որ կոպտորեն խախտվել է սահմանապահ ուժերի զորքերի մասին մեր միջպետական պայմանագիրը նրանք պարտավոր էին հանձնել մեր իրավապահ մարմիններին եւ դա եղել կարգը մշտապես եւ ընդհանրապես անհասկանալի ինչպես են տեղափոխել ով է թույլ տալիս սահմանապահ զորքերը Հայաստանի տարածքում որևէ գործողություն անելու համար պետք է դիմեն ԱԱՑ-ին կամ արտգործնախարարությանը նրանք ինչպես են այդ ամբողջ տարածքը հատել ինչ մեքենայով եւ ում թույլատրությամբ եւ տվել են արդյոք մեր իշխանությունները թույլատրություն այդ մարդուն տեղափոխել ռուսական բազա։ Սա է որ խնդիրը հենց կայանում է նրանում, որ մենք որևէ մեկից որևէ բան չենք խնդրում եւ այնպիսի տպավորություն չպետք է լինի, որ Հայաստանը ցանկանում է մի բան, որը հակասում է Ռուսաստանի շահերին։ Հայաստանը ընդհանրապես ասում է կա պայմանագիր եւ եթե դու ստրատեգիական պարտներ ես եւ եթե դու ուզում ես որ մենք վստահենք, մենք չէ որ վստահել ենք սահմանը քո զինվորներին, այսինքն մենք հանգիստ քնում ենք իմանալով, որ նրանք առաջնորդվում են այն պայմանավորվածությունների շրջանակով, որ կա։ Բայց եթե նրանք ինքներն են որոշում, ինչպես վարվել այս կամ այն դեպքում, վաղը կարող է սահմանի մի հատված բացեն եւ ասեն թուրքերը գան Հայաստան, այսինքն վստահության խնդիր է։ Եվ սա մեր արժանապատվության հարցն է։ Այսինքն Հայաստանի իշխանությունը պիտի պահանջի կատարել այս երկու պայմանագրերը եւ սահմանապահների եւ ռազմաբազայի վերաբերյալ պահանջեցին չգիտեմ նախագահն է պահանջում չգիտեմ արտգործնախարարն է ով է պահանջում տեսեք ես նախ ինձ համար նաեւ զարմանալի է այս ամբողջ ընթացքում գլխավոր դատախազի գործունեությունն է գլխավոր դատախազը գնում է հանդես է գալիս հայտարարություններով պահանջների առաջ քաշում ժողովուրդը դատախազից ինչ որ բան է պահանջում դատախազը խոսք է տալիս դիմել Ռուսաստանի դատախազին սա ընդհանրապես անհասկանալի գործընթաց է մենք ունենք քննչական ծառայություն կամ որևէ այն պատկան մարմինը որը պետք է քրեական գործահարույցի դատախազը պետք է վերահսկի դրա օրինականությունը վերջացավ ինչպես պետք է հայկական կողմը վարվեր քանի որ սա քաղաքական խնդիր է անմիջապես Հայաստանի արտգործնախարարը պետք է կապվեր իր գոլեգայի հետ անհրաժեշտության դեպքում մեկներ Մոսկվա նստեին քննարկեին մասնագետների հետ որ պայմանագիրը այս պահանջն է առաջ քաշում եւ ձև գտնեին եւ նույն պայմանագրում հստակ կետ կա եթե կողմերը տարբեր մեկնաբանություններ են տալիս այս կամ այն կետին ապա ստեղծվում է խառը հանձնաժողով որը գործում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում եւ փորձում է հնարավորինս արագ լուծում գտնել լուծման բացակայության պարագայում հարցը լուծվում է դիվանագիտական խողովակներով ինչը նշանակում է սա արդեն քաղաքական խնդիր է երկու երկրների նախագահները պետք է կամք դրսևորեն եւ ինչ որ քաղաքական լուծում անեն Սա պետք է լիներ պրոցեդուրան, բայց քանի որ լռեցին բոլորն էին լռում, թե մեր կողմը, թե նրանց կողմը, ինչ որ ավանդույթների սուկ կարելի է, սուկ չի կարելի, որևէ մեկը չէր հասկանում ինչ է կատարում։ Դա է ցասման այդ ալիքը առաջացավ այդ անորոշության պատճառներով։ Եվ հետո սկսեցին ինչ որ մարդիկ Մոսկվայում, Երևանում, Ռոստովում մեկնաբանել մի պայմանագիր, որը ոչ տեքստին են ծանոթ, ոչ տեղյակ են եւ հայրենասիրական նաև նոտկեքով որ տեսեք Ռուսաստանը չի կարող մեր զինվորին հանձնի ուրիշին բայց մենք չենք խնդրում որ մեզ բան հանձնեք մենք ընդհանրապես ասում ենք բարի եղեք հետևեք այս կետերին եթե դրանք ցեզ դուր չեն գալիս կամ հակասության մեջ են մտնում ձեր սահմանության հետ ապա չվավերացնեիք եւ հիմա դիմեք սահմանադրական դատարան չեղել հայտարարեք այլևս այլ ռեժիմով կգործենք նորը կստորագրենք այսինքն եթե նրանք օգոստոսի 1-ին դիմեն սահմանադրական դատարան դա միևնույն է Պերմյակովի գործին չի վերաբերվում որտեղ հետընթաց ուժ չունի որևէ խնդիր չկա հետագայում կարող ենք վերանայել եթե նրանք գտնում են բայց 20 տարի է վավերացված է այդ պայմանագիրը որևէ մեկի մտքով չի անցել որ հակասություն կա Այսօր Լավրովը ասել է որ Պերմյակովը դատվելու է Հայաստանի տարածքում ռազմաբազան Հայաստանի տարածք է թե չէ Գիտեք դա
հիմա էֆեմիզմեր են օգտագործում, որ Հայաստանի տարածքում նախ ասում են, որ ռուսական ռազմական տրիբունալն է դատելու։ Մեր տարածքում ռուսական ռազմական տրիբունալը ինչ գործ ունի։ Գալու է բազայի տարածքում, նորից եմ կրկնում, բազայի տարածքում եղած ցանկացած հանցագործություն թող տանեն Պերմիում, թե որտեղ ուզում են դատեն։ Մենք ընդհանրապես պահանջում ենք, այստեղ տարածքը չի։ Ինձ պետք է, որ Հայաստանի Հանրապետության դատարանը դատի Հայաստանի Հանրապետության օրենքներով հանուն Հայաստանի Հանրապետության։ Սա է մեր պահանջը եւ սա է այն տառն ու ոգին համաձայնագրի։ Իսկ այն, որ մեզ փորձում են ասել, որ ինձ նույնիսկ չի հետաքրքրում ինչ պատիժ կա, ես հարցը նրա մասին չի, սրան ցմահ կտան, ցմահ չեն տա, ես չեմ կասկածում, որ կարող է շատ անաչառ լինի ռուսական դատարանը, դա չի խնդիրը, ես այստեղ դա չեմ քննա, ես քննարկում եմ ընդհանրապես, որ սա մեր պետության խնդիրն է եւ մեր պետությունը ունի այսպիսի պայմանագիր եւ խնդրում ենք, որ այդ պետության կողմից ստորագրված պայմանագիրը հարգվի եւ մեզ լավություն պետք չէ անել, որ շատ եք բանանում, աղմկում կբերենք Գյումրիում կդատենք։ Ենթադրենք մեր արտգործնախարարը դիմում է իր գործընկերոջ, իր գործընկերը մերժում է, ասում է, չէ, չենք տալիս, ինչ է տեղի ունենում։ Դե պասորեն դա այն է, ինչ ունենք։ Ակնհայտ է, որ մերժել են, ակնհայտ է, որ երկու ոտքը դրել են մեկ կոշիկի մեջ, ինչպես Գեորգն է ասում, եւ չեն տալիս։ Սա իրոք տեղիք է տալիս, որ մենք ավելի շատ խոսենք այս մասին, գուցե պետք է արտգործնախարարությունը հանդես գա անհապաղ վերանայումով այդ պայմանագրի եւ հստակեցումով, եթե դուք չեք հասկանում, որ այս բանը գտնում եք, որ մեկնաբանության տեղիք է տալիս, եկեք նոր խումբ ստեղծենք եւ ստորագրենք համաձայնագիր, որը աներկբա հրճակում է բոլոր տարբերակները եւ որևէ տարակարծություն չկա եւ նորից կվավերացնենք բայց նաև հասարակության մեջ երևի արդեն գիտակցությունն է արտնանում այն, որ այնքան էլ վստահելի չեն մեր հարաբերությունները։ Թեկուզ եւ ստրատեգիական պարտներ է, բայց փորձը ցույց է տալիս, որ առաջնորդվում է ոչ միայն իր շահով, ինչը նորմալ կլիներ, այլ նաև իր կամքն է թելադրում այն հարցերում, որը որևէ էական բան չի տալիս, մի բերմնակով այստեղ կդատվի, այնտեղ կդատվի, բայց վտանգում է մեր իրոք դարավոր բարեկամությունը, սա պետք է գիտակցենք։ Այսինքն, հենց որ այդպիսի բաներ են խոսվում, հարցը տեղափոխվում է հայ-ռուսական հարաբերությունների ոլորտ, միթե մենք պետք է վատ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ։ Այսինքն եւ այս դատողությունները համարվում են հակառուսական, ընդ որում ոչ միայն Վալինկինի կողմից, այլև մեր շատ ուրեմն պաշտոնական եւ կիսապաշտոնական մարդկանց կողմից։ Հասկանում եք, ցավը այն է, որ լավ հարաբերություններ ունենալու այլընտրանքը ստրկությունը չէ, այսինքն վասալությունը, կամակատարությունը, մենք ոչ չենք ասում վատ հարաբերություններ ունենանք, մենք չենք ասում ես կոնկրետ, որ բազան այս պահին այստեղից հանելու խնդիր կա, ես ընդհանրապես ասում եմ, որ ցանկացած ընկերոջ հետ էլ մարդկային հարաբերություններում, եթե հարգանք չկա, այդ հարաբերությունները դատապարտված են կործանման, որովհետև փոխադարձ հարգանք պետք է լինի, այն կողմը, որին մշտապես նվաստացնում ես, ի վերջո կամ ընդվզում է, կամ հեղաշրջում է անում, կամ բան է, կամ էլ ոչնչանում է որպես այդպիսին։ Մենք հիմա դա չենք ասում, եւ շատ վտանգավոր այստեղ հակառուսականություն, եթե առաջանում է առաջին հերթին ռուսական պետականության կեցվածքից։ Եթե ռուսական ալիքները օրեր շարունակ ձեն չեն հանում, իհարկե մարդկանց մոտ դժգոհություն է առաջանում։ Եթե մեր ամենաստրատեգիական պարտներ երկրի ղեկավարը ընդամենը մեկ շաբաթ հետո է ցավակցում, իսկ Ֆրանսիայի նախագահին ցավակցում է 10 րոպե դեպքից հետո, ապա դա վիրավորական է։ Սրա մասին ենք մենք խոսում։ Ռուսաստանը քաղաքականապես մերձեցել է Թուրքիայի հետ, կարծես թե դա նա կկատարի իր պարտականությունները ռազմաբազայի առումով Թուրքիայի ոտնձգությունների դեպքում, այդ կասկածները կարող են առաջանալ, թե չէ։ Անշուշտ կարող են, այստեղ մեզ շատ է խոսվում այն մասին, որ մենք լինելով ՀԱՊԿ անդամ, ՀԱՊԿ ունի փոխադարձ ուրեմն
պայմանավորվածություններ, որևէ հապկանդամ երկրի վրա ագրեսիայի պարագայում Ռուսաստանը մյուս երկրները կամ հապկը որպես հավաքական ուժ պետք է միջամտի։ Բայց ձեր հարցի համատեքստում շատ նուրբ խնդիրներ կան։ Այնտեղ որևէ հարց չի դրվում Ղարաբաղի հետ կապված, Ղարաբաղի պաշտպանության, եւ սա է, որ մենք բազմիցս ընդդիմադիրները գոնե բարձրացրել են, որ պետք է հստակեցում մտցնի։ Արդյոք բազան պատրաստ է Ղարաբաղի գոյությանը վտանգի պարագայում, եւ այստեղ շատ վտանգավոր կարող է լինել, երբ Ռուսաստանը Թուրքիայի հետ համաձայնեցված աչք փակեն հնարավոր կոնֆլիկտի ընդլայնմանը, ինչին Ադրբեջանը մշտապես ձգտում է։ Լավ, Ղարաբաղին հասկացանք, իսկ Տավուշի մարզը Հայաստանի Հանրապետության տարածք է, չէ՞։ Այստեղ նրանք պետք է ինչ-որ բան անեն, թե չէ։ Դե եթե մենք ուշադրություն դարձնենք օգոստոսից, նախ միշտ է այդպես եղել, բայց օգոստոսից սկսած ավելի ինտենսիվացել են Ադրբեջանի կողմից ռմբակոծությունները։ Բավական է գնալ Տավուշի մարզ, տեսնելու համար, թե ինչ ավերածություններ են լինում դրանց ամենօրյա այդ հրաձգություններից։ Պետք է արդյոք ռուսական կողմը ինչ-որ բան անի։ Իմ կարծիքով պետք է նախ լինելով նաև Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ եւ վաճառելով զենք Ադրբեջանին, պետք է գուցեև պայման առաջ քաշի, որ եթե դուք շարունակեք մեր հապկի անդամ երկրի սահմանի վրա ռմբակոծություններ, ապա մենք ձեզ զենք չենք վաճառի, ապա մենք ինչ որ բանով պատասխան կտանք։ Այո, իմ կարծիքով այո, բայց որևէ բան չի արվում։ Եվ վերջապես ռուսաստանյան ռազմաբազայում պատշաճ կարգ ու կանոն կա, որպեսզի այդ միավորը կարողանա, եթե նույնիսկ ցանկանա, կատարել իր պարտականությունները։ Ну, ներքին բանին տեղյակ չեմ, դիսցիպլինա կա թե չկա, բայց ինքը փաստը, որ բազմաթիվ դեպքեր եղել են, երբ զինվորները դուրս են եկել եւ գիտեք 99 թվականի դեպքը եւ այն, որ այնքան փնթի է աշխատել ռազմաբազան, որ պոլիգոնի շուրջ որևէ ցանկապատ չի եղել, արգելք չի եղել եւ շատերը պատմում են, որ բազմիցս այդ ճանապարհով անցել են եւ բերեց նրան, որ երկու երեխա զոհվեցին, դրանից հետո էլ որևէ փոփոխություն ոնց որ թե չկա եւ որևէ մեկը ներողություն չխնդրեց։ Ընդհանրապես երբ կարդում ես ռուսական մամուլը, Ռուսաստանում բանակում կատարվող դեպքերի վերաբերյալ, կարծում եմ բազան չի կարելի դիտարկել առանձին, այն բարքերը, որ տիրում են ռուսական բանակում, տիրում են հավանաբար եւ բազայում եւ դրանք շատ հեռու են կատարյալ լինելուց։ Պարոն Արզանյան, դուք պատգամավոր եք եւ կարծում եմ պատգամավորները, քանի որ ասում եք որ քաղաքական հարց է, չէ՞, պիտի այդ հարցը քննարկեն, լսումներ են լինելու։ Այ չի կարող արդյոք խորհրդարանը հորդորել կամ չգիտեմ պարտադրել արտգործնախարարությանը, որ նա դիմի իր ռուսական ուրեմն գործընկերոջը, որպեսզի վերջինս այդ երկիրը կատարի իր պարտականությունը։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, պարտավոր է նույնիսկ խորհրդարանը պարտավոր է եւ մենք ընդդիմադիր մի քանի պատգամավորներով Նիկոլ Փաշինյանի, Թևան Պողոսյանի հետ փորձում էինք արտահերթ նիստ հրավիրել արտաքին հարցերի հանձնաժողովի, բայց ցավոք սրտի համապատասխան քանակը ստորագրությունների դեռ չունենք, բայց մեր խորին համոզմամբ սա պետք է լինի առաջարկվեց մեծամասնությունը պետք է որոշի։ Մեծամասնությունը առաջարկեց, որի հետ մենք համաձայնեինք 4 հանձնաժողովի համատեղ լսում կլինի, քննարկում, փակ, բաց, այդ ամեն ինչ կարելի էր քննարկել, բայց անհրաժեշտ էր հրավիրել արտգործնախարարին, ԱԱՑ-ի պետին, ոստիկանապետին եւ քննչական ծառայության եւ դատախազին։ Այս մարդիկ ունեն հարցերի պատասխան տալու անհրաժեշտություն, որոնցից հետո կարելի էր այդ մենք 4 հանձնաժողովներով առաջարկով հանդես գայինք։ Այդ առաջարկը կլիներ վերանայում, թե մեզ կհամոզեին, որ իրոք այստեղ մենք սխալ ենք մեկնաբանում ինչ-որ բան։ Բայց դա չի արվում, ասվեց, որ միայն պետաիրավական հանձնաժողովը կանի եւ միայն դատախազով եւ դա էլ հետաձգվեց, բայց ինձ օրինակ դատախազի ասեմ որում բաց դատախազը արդեն մի շարք պրես կոնֆերանսներ տվել է։ Եթե նա ուզում է այդ պրես կոնֆերանսի որակը բարձրացնել եւ դա
լինի ազգային ժողովի падգամավորների ներկայությամբ, դա նոր բան նա չունի ասել, բոլոր իր փաստարկները ինձ հայտնի են, այդ փաստարկները ինձ չեն համոզել, ավելին այդ փաստարկները չեն համոզել նաև մեր լրագրողական դաշտին, որևէ մեկը չի գրում այն մասին, որ շատ սպառիչ համոզիչ պատասխան։ Ուրեմն այստեղ խնդիրներ կան, որ մենք պետք է առաջ քաշենք արդեն արտգործնախարարի մակարդակով կամ ԱԱԾ պետի, որովհետև ԱԱԾ-ն ծպտուն չի հանում, այսինքն իր կլիենտին, իրենց ժարգոնով ասած, իր քթի տակից փախցրել են։ Ուր են նոտաները, ուր են հայտարարությունները, ուր է հետաքննությունը, ներքին քննությունը, պետք է պարզենք, չէ՞, ինչ, որովհետև սա Պերմյակովով չպրծավ, Աստված մի արած թե նման բան լինի, բայց սահմանի հատումները հո դեռ շարունակվելու են եւ փորձերը, սրանից հետո այդպես է լինելու, ով սահման հատի տանելու են ռուսական բազա, այդ դեպքում փոխենք պայմանագիրը եւ գրենք, որ Ռուսաստանի բազան է որոշում մեր անցուդարձը ամենօրյա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր ազգային ժողովի падգամավոր նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։